կազախ կլինի, վրացի կլինի, ռուս կլինի, իրանց արտոնությունները մի քիչ այլ է, քան մեր հայ վարորդներին, ինչի համար մենք աշխատում ենք կոնկրետ մեր հայ վարորդների հետ, մենք տվյալ պահին աջակցում ենք, եկել ենք այս բողոքի ակցիային, ես մեքենայատեր չեմ, հա, բայց քանի որ աշխատում եմ ոլորտի 80% վարորդների հետ ու մեր հայ, կոնկրետ հայերին եմ նշում, որովհետև գործը միջազգային է, տարբեր ազգի վարորդներ կան, շատերը աշխատում են այ վրացիների հետ, ռուսների հետ, չգիտեմ, ուզբեկների հետ, բայց այս ակցիան, այս բողոքը զուտ նրան է վերաբերում, որ մեր հայերին է վերաբերում, մեր հայերին են ճնշում հիմնականում։ Երբ եք նկատել այդ խնդիրը, որ հայ վարորդներին ճնշում են։ Վաղուց, արդեն երևի 3 տարի չի լինի, որ մեր վարորդները սենց խնդրի առաջ են կանգնած։ Տարբեր։ Պատճառը որն է։ Մեզ մոտից է խնդիրը, իրենց մոտից է։ Գուցե քաղաքական Չեմ կարա ասեմ, ես այդ հարցին չեմ կարա պատասխանեմ։ Գայիշնիկների վերաբերմունքն ասենք է դա կապ չունի, այդ մեր դժվարությունը միջև ասենք Վլադիկավկազից է, մինվոդա։ Անցար վсё, նրանից հետո քեզ նեղացնող չկա, կանգնեցնող չկա, խնդիր չկա։ Որ սահմանը անցնում ես դու տամոժնյան անցար լրիվ ստուգված գնում ես, կանգնացնում են, ասում դոկումենտ եք ստուգում, ասենք ինքը իրավունք էլ չունի, դու ես կարող ձենանես իրանց երկիրն է։ Կռիվ դավով գնում գալիս ես էլ, ասենք բան չկա։ Ձեր նկատմամբ էլ վատ վերաբերմունք են ցուցաբերել այս վերջին 3 տարիներին։ Վատ վերաբերմունք, ասենք ցուցադրելով չի, ասենք նրանք կարող են, ասենք այդ ջահելներ կան ռուսերեն խոսալ չգիտեն, իրանց նեղում են։ Ինձ չեն կարող նեղեն, ասենք, բայց ու ինձանով արշի լուծվում։ Ես ասենք նշեցիք, որ հայ վարորդների նկատմամբ ասենք հիմա ինձ չեն կարող նեղեն, ես հին եմ, ասենք 90 թվից ես գծի մեջ եմ, ես ռեկետով անցած տղա եմ, ռեկետների ձեռով եմ անցել գնացել, գայիշնիկնով անցի կանա բան ասի, բայց այն ջահելներին նեղում են խոսալել չգիտեն, չեն կարող խոսանի չան։